Էպիկենտրոն լրատվական ծրագրի գլխավոր թողարկումն է եթերում։ Բարի երեկո։ Այսօրվա մեր ծրագրում կարող եք դիտել. Աշխատասենյակները զբաղեցնելու ժամանակը հանրապետական կուսակցության գործող նախարարները մնացին իրենց տեղերում։ Նորաստեղծ կառավարության ծրագիրը ազգային ժողով կներկայացվի մոտորերս, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետն ու դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ։ Օրեր առաջ մի խումբ փաստաբանների հայտարարած գործադուլին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հանգիստ է վերաբերում, թեև զարմացած է։ Հայաստանը հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիր, հրապարակվել է 2012 թվականի աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկը։ Երևանի թանգարանների թիվը կավելանա եւս մեկով։ Նոր Նորքի առաջին զանգվածի պուրակում կառուցվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան։ Civitas հիմնադրամի գործով այսօր հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էր արտերկրում։ Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո նա հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։ Վերջինս Գագիկ Ծառուկյանին ներկայացրել է Civitas հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ ինքը, ինչպես նախկինում, այսուհետ եւս անելու է օրենքով սահմանված բոլոր քայլերը իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար։ ԲՀԿ ղեկավարը Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ բազմակարծության հաստատման գործում բարձր է գնահատում Civitas հիմնադրամի գործունեությունը։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Սպորտը որևէ կապ չունի քաղաքականության հետ։ Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ, մենք բոլորս հպարտություն ենք զգում, անկախ մեր կուսակցական պատկանելությունից։ Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ եւ աջակցությամբ։ Ես, որպես կոմիտեի քարտուղար, քաջատեղյակ եմ արված եւ կատարվող աշխատանքներին։ Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Այս նշանակումը զուտ մարզական է եւ որևէ կապ չունի կուսակցության հետ։ Մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ ցանկացած պահի, երբ Գագիկ Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից, ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում կուսակցությունը քննարկել է կառավարության կազմը։ Հանրապետական բոլոր նախարարները իրենց տեղերում են։ Հանրապետականը քննարկել է նաև նախկինում Բարգավաճ Հայաստան կուսակցության զբաղեցրած պորտֆելների բաշխման հարցը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քննարկեց նոր կառավարության ձևավորման հարցը։ Արմատական փոփոխություններ ակնկալողներին հիասթափեցրին։ Հանրապետականի գործող նախարարները շարունակելու են մնալ իրենց տեղերում։ Նոր ղեկավար ունենալու է 5 գերատեսչություն։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին փոխարինելու է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը։ Արթուր Գրիգորյանի փոխարեն փոխնախարար Արտեմ Ասատրյանն է պաշտոնավարելու որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Քննարկման գլխավոր թեման թերևս նախկին քաղաքապետի առաջադրումներ նախարարի պաշտոնում։ Հանրապետական կուսակցությունը Գագիկ Բեգլարյանին տեսնում է տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը վստահվել է Հրաչյա Ռոստոմյանին։ Հին ու նոր նախարարների հետ աշխատելու է նույն վարչապետը։ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին քննարկումները պարզվեց անհիմն էին։ Կոալիցիոն գործընկեր Օրինաց երկիր կուսակցությունը պահպանել է պորտֆելների քանակը։ Տրանսպորտի ու կապի նախարարության փոխարեն քաղաքաշինության, ինչպես նաեւ գյուղատնտեսության արտակարգ իրավիճակների նախարարություններն են վստահվել Օրինացի տնօրինմանը։ ՕԵԿ աշխատավորել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին գործող նախարար Արմեն Երիցյանի, քաղաքաշինության նախարարի պաշտոնում Սամվել Թադևոսյանի, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Սերգո Կարապետյանի թեկնածությունը։ Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակումներն արդեն պաշտոնական են։ Եվ այսպես թարմ հնգյակը։ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան, 48 տարեկան քաղաքական գործիչը 93-ին ընտրվել է падգամավոր, 2002-ից 2009 կենտրոն համայնքի ղեկավարներ, 2009-ից 10 դեկտեմբերը Երևանի քաղաքապետը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցումը 2006-ից կուսակցության քաղխորհրդի անդամ է։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան, 59-ամյա նախարարը 2011-ից Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորն է, կուսակցության անդամակցում է 98-ից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, 2007-ին նախարարի տեղակալի պաշտոն զբաղեցնող Ասատրյանը 40 տարեկան է, անկուսակցական։
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան, ամենաերիտասարդ նախարարը 31 տարեկան է, 2006-ից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է, 10-ից ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը, անկուսակցական է։ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան, 53 տարեկան է, նախկին падգամավոր, օրինաց երկրի քաղխորհրդի անդամ։ Երկուշաբթի օրը հունիսի 18-ին կկայանա Հայաստանի Հանրապետության նոր կառավարության առաջին եւ արտահերթ նիստը։ Արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը, որն ամենայն հավանականությամբ հունիսի 20-ին կներկայացվի ազգային ժողովի հաստատմանը։ Տաթև Դանիելյան, Էպիկենտրոն։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կառավարության ծրագիրը ազգային ժողով կներկայացվի հունիսի 20-ին։ Մինչ այդ մեր թղթակիցը փորձել է պարզել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետն ու դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ։ Այն, որ խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող ուժը հանրապետական կուսակցությունը խնդիր չի ունենալու իրեն անհրաժեշտ քվեների ապահովման հարցում ակնհայտ է։ Վերջինիս միակ կոալիցիոն գործընկերը ՕԵԿ-ը եւս կմիանա հանրապետական 69 падգամավորներին ու կողմ կքվեարկի փաստաթղթին, այնպես որ ապահովված է կառավարության 2012-2017 թվականների ծրագրի հաստատումը։ Իհարկե ծրագիրը մեզ համար դրական է, որ ինձ երկիր կուսակցությունը դրական է գնահատում ծրագիրը եւ մենք կողմ ենք լինելու։ Միաժամանակ, քանի դեռ ծրագիրը մշակման փուլում է, մենք ներկայացրել ենք նաեւ առաջարկություններ, որոնք եւ քննարկվում են։ Հիմնական ծրագրի մեջ կան ուղղություններ, որոնք վերաբերում են սոցիալական պաշտպանության հիմնահարցերին, եւ հատկապես այն հիմնահարցերին, որոնք հետաքրքրում են մեր հասարակությանը։ Փոխարեն է խորհրդարանական մյուս ուժերը դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե ինչպես են քվեարկելու։ Բացի Հայ ազգային կոնգրեսից կառավարության ծրագիրն ուղարկվել է բոլոր խմբակցություններին, ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է նշում, մինչ այս որևէ մեկն իրենց քննարկելու առաջարկ չի ուղարկել։ Դիրքորոշման հարցում առաջարկում է սպասել մինչև հունիսի 20-ը։ Այն ժամանակ էլ կիմանաք, թե ինչպես կվարվենք, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Զուրաբյանը։ Անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի մուրին դիմախոզ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի ցանկանում անդրադառնալ թեմային։ Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցությանը, ապա այստեղ թեև հստակ չեն նշում կողմ են քվեարկելու թե դեմ, սակայն մի բան ակնհայտ է։ Վարչապետի ներկայացրած ծրագիրը մեղմ ասած ողջունել չեն պատրաստվում։ Մի կառավարություն, որի պաշտոնավարման, որի գործունեության ընթացքում արձանագրվել է 14.8% տնտեսական անկում, իմ վստահ գնահատմամբ պիտի պատասխան տարա։ Այստեղ արդեն վստահության խնդիրն է։ Ունի այս կառավարությունը վստահություն, որը չի հաջողել, չի կատարել նախորդ ծրագիրը, ունի իրավունք ակնկալելու վստահության քվեխորհրդարանից, թե ոչ, սա է խնդիրը։ Բնականաբար Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կքննարկի, ինչպես արդեն ասացի, եկող շաբաթվա սկզբում իր մոտեցումները եւ մենք մեր քվեարկությամբ կփաստենք մեր վերաբերմունքը, բայց կրկնում եմ, մենք ունենք նախադեպ այս կառավարությունը, գրեթե անփոփոխ մնացած կառավարությունը Տիգրան Սարգսյան վարչապետի գլխավորությամբ չի հաջողել 2008-2012-ի ծրագիրը կատարելիս։ Հույրան վարչապետի մոտ կայացած քննարկմանը ներկա է եղել խմբակցությունը ներկայացնող 4 հոգանոց կազմով։ Դրանից հետո կառավարության ծրագիրը քննարկվել է նախկին ու ներկա падգամավորների ու փորձագետների հետ։ Այսպես ձևակերպեմ, մենք որևէ պատճառ, նույնիսկ ամենափոքր պատճառ չունենք կողմ քվեարկելու։ Կառավարության այս ծրագրի հիմքում դրված են իրականությունը չարտահայտող հաստատումներ, ձեռքբերումներ, որոնք իմ տպավորությամբ կեղծ են, ինչ որ առումով նաև երեսպաշտական են, եւ դրանց հիման վրա այդ հաստատումներ անելու վրա կազմել ծրագիր արդեն իսկ հիմքում մեծ սխալ կա։ Ժառանգությունն այս պահի դրությամբ հստակ պատասխան չունի, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Չկան այն մեխանիզմները, այն գործիքները, որոնք, ասենք, պետք է ստեղծեն հնարավորություն այդ ծրագրի իրականացման համար։ Առկա է կոռուպցիոն ռիսկները։ Գոնե ինձ համար, իմ անձնական կարծիքն է, համոզիչ չի։ Բայց կրկնում եմ, քննարկման փուլում է գտնվում եւ մեկ վերջնական գնահատականը, ուրեմն կտանք հենց քննարկման ժամանակ։ Բնական եմ համարում, որ ընդդիմադիր ուժերը կքննադատեն, իսկ իշխանությունն էլ կապացուցի կամ կփորձի ապացուցել իր ծրագրի ճշմարտացիությունը։ Կառավարության ծրագիրը դեռևս քննարկման փուլում է եւ դուք հնարավորություն կունենաք ազգային ժողովում լսելու թե վարչապետի թե քաղաքական մեծամասնության կարծիքը։ Մի շտապեք, պետք է դանդաղ շտապել։ Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք եւ հնարավորություն կունենաք թե լուսաբանելու եւ թե մեր կարծիքները մասնավոր իմանալու։ Առաջիկա օրերին Բարգավաճ Հայաստան խմբակցությունում կքննարկվի փաստաթուղթը, սակայն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ մի բան արդեն իսկ հստակ է։
կառավարության ծրագրերը չեն լինում լավ կամ վատ գրված։ 2008-12 թվականի ծրագիրը եւս բավականին գեղեցիկ, կանոնավոր շարադրված էր։ Ծրագրերը լինում են կամ կատարված, կամ չկատարված, որpիսի մեր կապարանոց չհնչի, ես բերեմ մի քանի թվեր։ Նախորդ ծրագրում եւս ամրագրված էր, որ նախորդ ծրագրում ծրագրի ժամանակ աղքատությունը երկրում դեռևս 25% էր եւ ամրագրված էր, որ դա պիտի նվազեցվի առնվազն մինչեւ 12%-ի։ Ինչ ունենք մենք այսօր։ Մենք ունենք ոչ թե նվազում, այլ ունենք այսօր 35.8% աղքատության աճ։ Իսկ ոմանց այն դիտարկումներին, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ նախորդ կառավարության կազմում ունեցել է նախարարական պորտֆելներ, հակադարձում է։ Բարգավաճ Հայաստանը երբևէ չի խուսափել իր բաժին պատասխանատվությունից։ Այո, մենք ունեցել ենք 4 նախարար կառավարությունում եւ այդ մասով պատրաստ ենք կրելու պատասխանատվություն, բայց որևէ մեկի մտքով անգամ չի պիտի անցնի, որ Բարգավաճ Հայաստանը կարող է վերցնել ավելի պատասխանատվություն, քան ունեցել է լիազորություններ, քան ունեցել է պարտավորություն։ Կառավարության ծրագրի վերաբերյալ փորձեցինք լսել նաև անկախ падգամավորների տեսակետը։ Հետաքրքրվեցինք Վանաձորից падգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի տեսակետով, սակայն վերջինս խուսափեց զրույցից։ Քրիստինե Սուքյասյան, Վարդան Մկրտումյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Հայ-ադրբեջանական սահմանագծի ռազմական միջադեպերն ու դիվանագիտական փոխադարձ մեղադրանքները անհանգստացնում են ոչ միայն երկու երկրների հասարակություններին, այլև համաշխարհային առաջնորդներին եւ փորձագետներին։ Հերթական վերլուծությունը հարավկովկասյան տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգների մասին։ Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը օրեցօր մեծանում է, ինչին նպաստում են նաեւ տնտեսական լծակներն ու խոշոր խաղացողների քայլերը։ Գլարա ու Այսի հոդվածը Կովկասին տիրանալու հենց խոշոր խաղացողների միջև ծավալված մրցակցության ու որպես հետևանք տարածաշրջանը պատերազմների թատերաբեմ սարքելու մասին է։ Հեղինակը պատահական չի համարում, որ սահմանին ադրբեջանական դիվերսիաները նոր թափ ստացան հենց այն ժամանակ, երբ պաշտոնական այցով հարավկովկասյան 3 երկրներ ժամանեց Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար, սակայն նրանք միավորված չեն։ Այն դեպքում, երբ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, որը նաև Ռուսաստանի աջակցությունն է վայելում, Միացյալ Նահանգները սերտ համագործակցությամբ աշխատում է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ, ինչպես նաև փորձում է Հայաստանին իր կողմը քաշել։ Չնայած Արևմուտքի համար առայժմ ցանկալի չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր հակամարտության բորբոքումը, սակայն հեղինակի կարծիքով Բաքվի նավթային հնարավորություններն ու ամերիկյան քաղաքական ու ռազմական աջակցությունը այդ երկրի առաջ կանաչ լույս է վառում արկածախնդրության դիմելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում Հիլարի Քլինթոնը հայտարարեց երկու երկրների միջև ռազմական եւ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման մասին եւ բարձր գնահատեց Ադրբեջանի մասնակցությունն այս տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվում է նաև իրանական գործոնի պատճառով։ Ամերիկյան եւ իսրայելական նախապատրաստությունները Իրանի դեմ Կովկասում տարածաշրջանային խոշոր պատերազմի սպառնալիք են ստեղծում, որն արագորեն կարող է վերաճել գերտերությունների միջև հակամարտության։ Հոդվածագիրը նկատում է, Ռուսաստանն ու Իրանը բացահայտ կանգնելու են հայկական երկու պետությունների կողքին։ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն ցույց կտա, իսկ Ադրբեջանի էներգակիրները Միացյալ Նահանգներին ու Թուրքիային կստիպեն հենց այդ երկրին պաշտպանել։ Հայտնի վերլուծաբանի համոզման փաստորեն հնարավոր պատերազմի իրական մասնակիցները համաշխարհային խաղացողներն են։ Փոքր պետությունների համար լավագույն դեպքում նախատեսված կլինեն նույնքան փոքր դերեր։ Նաիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։ Ռազմավարական հետազոտությունների Ռուսաստանյան ինստիտուտի Սևծովյան-Կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին նկատել է, որ այն ամենայն հավանականությամբ տեղ կունենա Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության համատեքստում։ Քաղաքագետը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալման դեպքում Ադրբեջանի տարածքը տրամադրելու դիմաց Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը որպես գործարքի նախապայման։ Այդ դեպքում ամերիկյան վարչակազմը աչք կփակի զինված հակամարտության վերսկսման վրա, սակայն այս հեռանկարը եւս հիպոթետիկ է։ Այն հաշվի չի առնում մի շարք գործոններ, այդ թվում Միացյալ Նահանգներում հայկական լոբբիի գործոնը, նկատել է Պոպովը միաժամանակ հավելելով. Վերջին 20 տարվա բանակցային միջանկյալ արդյունքների վրա խաչ քաշելու եւ վատ խաղաղության փոխարեն լավ պատերազմի սանձազերծման ռիսկը առկա է։ Պատմությունը վկայում է, որ կողմերի հստակ բևեռացումը եւ դաշինքների ստեղծումը նախորդում է մեծ պատերազմին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերանայման փորձերը կարող են հանգեցնել հեռուն գնացող հետևանքների։ Փոքրիկ չճանաչված պետության շահերը, ինչպես ժամանակին ավստրո-հունգարական զորքերի կողմից օկուպացված Բոսնիայի դեպքում, կարող են լինել այն ոսկե ակցիան, որը կվերակշռի առավել խոշոր խաղացողների կասկածները։ Հուսով եմ, գործը դրան չի հասնի, եզրափակել է քաղաքագետը։
Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 10-ից 16-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ։ Համաձայն պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների տարբեր տրամաչափի իրազեկային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի նոր շենքը վերանորոգելուց հետո տեղի է ունեցել դրա պաշտոնական բացումը։ Հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պատասխանել է լրագրողների հարցերի։ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի բացումով ազդարարվում է, որ սա հերթականն է, ինչը լուրջ առաջընթաց է դատական համակարգում։ Վարչական շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության եւ նախագծման ժամանակակից չափանիշներին։ Շենքը նախատեսված է 2 դատավորի համար։ Նույն լավատեսությամբ հավատում են, դատական գործընթացներն անցկացվելու են այստեղ ազնվության ու նաեւ խղճի սահմաններում։ Ուրախալի է, որ վերջին տարիների ընթացքում իրականացված դատաիրավական բարեփոխումների ծրագրերի շրջանակում մասնավորապես համաշխարհային բանկի կողմից տրված մեծամասամբ համաշխարհային բանկի կողմից տրված ֆինանսական աջակցության շնորհիվ մեզ հաջողվել է բացել մի շարք նոր շենքեր դատարանների համար, որը վստահ եմ հետագայում ու այսուհետև առավել կնպաստի մեր առջև դրված խնդիրների իրականացմանը։ Հանգիստ են միևնույն ժամանակ զարմացած։ Օրեր առաջ մի խումբ փաստաբանների հայտարարած գործադուլի փաստով Վճռաբեկ դատարանի նախագահը հանգստությունը բացատրում է նրանով, որ յուրաքանչյուրն ունի իր բողոքն արտահայտելու իրավունք, իսկ զարմանում է, որ այդ նույն փաստաբանների մեջ կան փայլուն կադրեր։ Ընդ որում հայտարարության մասին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը տեղեկացել է մամուլից։ Մինչև օրս Վճռաբեկ դատարանը չի ստացել այդ հայտարարությունը։ Մեկը կարծիքը արտահայտում է իրավական ճանապարհով, ասենք բողոք գրելու ձևով, մուտքագրելու ձևով, մյուսն էլ տարածությունը երևի թե եթե չսխալվեմ մի 50 մետր է, չէ՞, Վճռաբեկ դատարանից մինչև փաստաբանական պալատ։ Դատական համակարգում միանշանակ շատ խնդիրներ կան։ Իրենք էլ դա լավ գիտեն։ Համենայն դեպս Մկրտումյանն առաջարկում է յուրաքանչյուրին զբաղվել իր գործով։ Խնդիրը ստանալու է լուծում, սակայն անընդունելի է համարում նման դեպքերում վերջնագրերով խոսելը։ Հանրապես դատական իշխանությանը չի կարելի դիմել վերջնագրի ձևով, վերջնագրի լեզվով խոսալ դատական իշխանության հետ։ Խնդիրը պետքա ստանա իր լուծումը։ Ես նաև զարմացա ինչի համար, որտեղ ասենք բոլոր այն հարցերը, որ բարձրացնում էին, դրանք օրենսդրական լուծման անհրաժեշտության հարցեր են։ Օրենսդրության դաշտում բավականին աշխատանք կա անելու։ Իրոք որ կան դեպքեր, երբ հիմքերն անորոշ են, ասում է Վճռաբեկ դատարանի նախագահը։ Պարզաբանում է, գոնե իրենց համար ամեն ինչ պարզ է, իսկ փաստաբաններին առաջարկում է դիմել համապատասխան մարմիններին։ Նոնա Գրիգորյան, Հաշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Տնտեսության և խաղաղության ավստրալական ինստիտուտը միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում այս շաբաթ հրապարակել է 2012 թվականի աշխարհի ամենախաղաղասեր երկրների ցանկը։ Խաղաղասիրության համաշխարհային ցուցակում այս տարի Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Հայաստանը։ 2009-ից այս կողմ առաջին անգամ աշխարհը դարձել է ավելի խաղաղ, փաստում է օրերս հրապարակված խաղաղության համաշխարհային ինդեքսը։ Բացառությամբ Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների, մոլորակի մյուս տարածաշրջանները խաղաղության առումով առաջընթաց են արձանագրել։ Ադրբեջանն օրինակ առաջընթաց չի ապրել։ Մեզ ամենից շատ հետաքրքրող Հարավային Կովկասի տարածաշրջանում ավստրալիացի փորձագետները ամենախաղաղասեր երկիր են համարել Հայաստանը։ 158 երկրների թվում մեր երկիրը զբաղեցնում է 115-րդ տեղը, Իրանը 128-րդն է, Թուրքիան 130-րդը, Ադրբեջանը 132-րդը, իսկ Վրաստանը 141-րդը։ Խաղաղության համաշխարհային ինդեքսը հրապարակվում է արդեն 6-րդ տարին անընդմեջ եւ համարվում է ամենահեղինակավորն իր ոլորտում։ Ընդհանուր հաշվով 23 գործոն է դառնում որոշիչ։ Որևէ երկիր ավելի կամ նվազ խաղաղասեր որակելու համար նախ եւ առաջ հաշվի են առնվում տվյալ պետության ներքին գործընթացները։ Օրինակ բռնության մակարդակը կամ հավաքների ու ցույցերի ազատության ցուցանիշները։ Հատուկ կարևորություն է տրվում հատկապես ռազմական ծախսերին։ Չի բացառվում, որ հենց ռազմական նպատակներին ուղղված ծախսերի ավելացումն է պատճառը, որ մեր հարևան Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ խաղաղասիրության առումով իր դիրքերը վատթարացրել է ուղիղ 10 հորիզոնականով։
Սիրիայում մեկնարկած քաղաքացիական պատերազմը պատճառ է դարձել, որ խաղաղության համաշխարհային ինդեքսում այդ երկիրն ամենամեծ անկումն ապրի՝ 31 տեղ եւ հայտնվի 141-րդ հորիզոնականում։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենառազմատենչ երկիր է որակվում աֆրիկյան Սոմալին։ Հետնապահ եռյակում նրան նախորդում են Աֆղանստանն ու Սուդանը։ Խաղաղության համաշխարհային ինդեքսում երրորդ տեղը զբաղեցնում են Նոր Զելանդիան, երկրորդը Դանիան է։ Իսկ երկիր մոլորակում ամենից խաղաղ ապրում են իսլանդացիները։ Նրանց հայրենիքը արդեն երկրորդ տարին անընդմեջ խաղաղության համաշխարհային ինդեքսի առաջատարն է։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։ Բրիտանական նոր տնտեսական հիմնադրամն էլ հրապարակել է այս տարվա երջանկության համաշխարհային ինդեքսը, որի համաձայն աշխարհի ամենաերջանիկ երկիրը Կոստարիկան է։ Յուրաքանչյուր պետություն դիտարկվել է 3 հիմնական չափանիշներով՝ իրենց կենսամակարդակից, քաղաքացիների գոհունակության աստիճանով, կյանքի տևողությամբ եւ բնապահպանական բարեկեցությամբ։ Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 122-րդ, Թուրքիան 44-րդ, Հայաստանը 53-րդ, Վրաստանը 56-րդ եւ Ադրբեջանը 80-րդ տեղերում են։ Ուշագրավ է, որ երջանկության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բելգիան։ Իդեպ 6 տարի առաջ երջանկության ինդեքսում Հայաստանը 132-րդ տեղում էր։ Ռուսական Ռոսաբարոն էքսպորտ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը New York Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր ընկերությունը զենիթահրթիռային համակարգեր է առաքում Սիրիա դրսից ցանկացած ներխուժման դիմակայելու համար։ Նրա խոսքով դրանք պաշտպանական վստահելի միջոց են թե ծովից, թե օդից հարձակումների դեմ։ Իսայկինը ամերիկյան թերթին նաև ասել է, որ իր այս բացահայտումը սպառնալից չէ, այլ տեղեկություն, որի շուրջ պետք է խորհի Սիրիայի դեմ հարձակում նախապատրաստողը, ով էլ նա լինի։ Մյուս կողմից միավորված ազգերի կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ հաշվի առնելով Սիրիայում բռնությունների աճը, զինադադարի դիտարկման իր առաքելությունը այս երկրում դադարեցնում է։ Միջազգային լրահոսի դրվագները տեսաշարով։ Եգիպտոսը քվեարկում է հանուն անորոշ ապագայի եւ ռազմական իշխանավարման պայմաններում, ծանուցում են արևմտյան լրատվամիջոցները։ Այսօր սկսվել է նախագահի ընտրության երկրորդ փուլի երկօրյա քվեարկությունն այս երկրում։ Երկու մրցակիցներից մեկը հերացված նախագահ Հոսնի Մուբարակի օրոք պաշտոնավարած վերջին վարչապետն է, իսկ մյուսը քվեարկությունն սկսվելուն պես հրապարակավ հայտնեց, որ ինքը մրցապայքարի մեջ է մտել հանուն Ալլահի։ Եգիպտոսի փարավոնների ժամանակների պատմությունից ի վեր սա առաջին անգամ է, երբ մարդիկ ազատորեն ընտրելու են իրենց երկրի առաջնորդին։ Մուբարակի իշխանավարման օրոք նախագահն ընտրվում էր միաթեկնածու հանրաքվեով։ Չնայած 2005-ին իր դաշնակից ամնի ճնշման տակ Մուբարակը բազմաթեկնածու ընտրություն կազմակերպեց, սակայն ընտրական օրենքներում ի սկզբանե դրված էր իրական մրցակցության անհնարինությունը։ Ժնևում մահացել է Սաուդյան Արաբիայի նաև Ալ-Սաուդ արքայազնը, որն Աբդուլլա թագավորից հետո ժառանգելու էր Սաուդյան Արաբիայի թագավորական գահը։ Վկայակոչելով արքայական դիվանին այս մասին հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։ Նրա ճշգրիտ տարիքը չի հրապարակվում, ենթադրվում է 78։ 1975-ից ի վեր արքայազնը երկրի ներքին գործերի նախարարն էր։ Մոսկվայում սկիզբ է առել գրավիր հետաքննչական կոմիտեն անունով շարժումը։ Կոմիտեի շենքի առջև բողոքի ցույցի առնվազն 5 մասնակցի են այսօր բերման ենթարկել ոստիկանները։ Ցույցի մի քանի տասնյակ մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել 12 կալանավորվածների խնդրի վրա, որոնք մեղադրվում են մայիսի 6-ի հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար։ Իսկ օրերս ռուսական Նովայա գազետան կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինի մասին պնդել էր, թե նա լրագրողներից մեկին իր թիկնապահների հետ ուժով մեքենա է նստեցրել, անտարտարել եւ սպառնացել։ Իտալիայի տարբեր վայրերից եկած մոտ 200,000 մարդ էր Հռոմում այսօր ցույցի դուրս եկել բողոքելու վարչապետ Մարիո Մոնտիի կառավարության առաջարկած բարեփոխումների եւ սոցիալական կրճատումների դեմ, ինչն այստեղ լայնորեն անվանում են գոտիները ձգելու փաթեթ։ Մինչ Հունաստանում վաղը կրկին փորձելու են խորհրդարան ընտրել, բրիտանական Reuters-ը պարզել է, որ տնտեսական ճգնաժամի ստվերում հույներն ավելի երկար են սկսել աշխատել, ցրելով երբեմնի ստերեոտիպը, թե Եվրոպայում ամենակարճը հույների աշխատանքային օրն է։ Նույնիսկ կատակ կար այդպիսի, հույներն աշխատանքի են գալիս առավոտյան 8-ին, ժամը 9-ին սուրճի բաժակի շուրջ զրուցում են, ժամը 10-ին սկսում աշխատել, 14-ին ավարտում, եւ երկար ընդմիջումից հետո ժամը 18-ին սկսում երեկոյան կյանքը։ Իսկ Եվրոյի գոտու հարկատուները դժգոհում էին աշխատանքային ամենակարճ օրվա փիլիսոփայությունից եւ դժկամությամբ համաձայնում իրենց դժվար վասակած փողը տրամադրել նրանց, ովքեր քիչ են աշխատում։ Եվ ահա Reuters-ը մասնագետների հետ զրույցներից պարզել է, որ տնտեսական դժվար պայմանները հունաստանցիներին մղել են հիմնական աշխատատեղից բացի
երկրորդ, երրորդ աշխատանք գտնել ու սրանով երկարաձգվել է նրանց աշխատանքային օրվա տևողությունը։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Հայաստանի կլիմայական պայմանները բարենպաստ են ջերմատնային ինդուստրիալ երկիր դառնալու համար, բայց կան մի շարք խնդիրներ եւ խոչընդոտող հանգամանքներ, որոնց պարագայում հնարավոր չէ զարգացնել ջերմատնային տարածքները։ Ջերմատնային տնտեսության զարգացման հնարավորություններին ու խնդիրներին ծանոթացել է իմ գործընկերը։ Հանրապետությունում ջերմատնային տարածքներն ընդլայնելու եւ զարգացնելու համար կլիմայական պայմանները բարենպաստ են։ Փոխարենը պետությունն է անբարենպաստ պայմաններ ստեղծում։ Խորհրդային տարիներին նախատեսվում էր 1000 հեկտար ջերմատուն կառուցել։ 2003 թվականին Հայաստանում գործում էր 39 հեկտար ջերմատուն։ Այսօր Հայաստանում մոտ 130 հեկտար գործող ջերմատուն կա։ Մեծ մասը գտնվում է Արարատյան դաշտում։ Տիկին Ամալիայի ընտանիքը այս տարի առաջին անգամ որոշել է զբաղվել ջերմատնային մշակաբույսերի արտադրությամբ։ 700 մետր ջերմատնային տարածք ունեն եւ զբաղվում են պոմիդորի մշակությամբ, ասում է, աշխատանքը դժվար է, բայց հետաքրքիր։ Շիթիլը դրել ենք, ջրում ենք, քախանում ենք, տերևը պոկում ենք, սրսկում ենք տերևային, քոքին ենք սրսկում, որ չփչանա։ Չարչարանք էլի, առավոտելում ենք, հավաքում ենք, երկու օր մեկ հավաքում ենք։ Ուշ ելավ ցուրտ արեց, ցածից տարավ ցուրտը։ Ջերմատները հիմնականում ջեռուցվում են գազով։ Գազը գնալով թանկանում է, իսկ ջերմատներում աճեցվող բանջարանոցային մշակաբույսերի գները մնում են անփոփոխ, ինչի հետևանքով էլ ջերմատուն ունենալը ձեռնտու չէ եւ շատ ֆերմերներ դադարում են զբաղվել դրանով։ Շատ թանկ է։ Դե ցախն էլ է թանկ, բայց ցախը չես կարող, այդքան փեջ վառես։ Մուխը դրեց, ոնց էլ վառում ես, մուխը դրեց վրա։ Այսօր մեր հիմնական պատճառը, որ ջերմատները չեն ուզում աշխատեն, գազի անորակ լինելու պատճառով։ Բացի նրանից, որ գազի գները բարձրանում է ամեն տարի, դրանք մեկտեղել են գնում է գազի որակը։ Գազից է կախված նաև բանջարեղենի ինքնարժեք ինչքան բարձր, շուկայում այնքան բարձր։ Եթե շարունակվի այսպես, Հայաստանը ջերմության տնտեսությունները կամաց կվերանան։ Նորից կանցնենք բաց գրունտի։ Իսկ փակ գրունտի վրա աշխատելով այսօր մենք կարողանում ենք բացի մեզանից նաև այլ մեր հանրապետության ինչ-որ մի մասին։ Ջերմատներում հիմնականում 60-65% աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր՝ վարունգ, պոմիդոր ու պղպեղ, իսկ մնացած տնտեսություններում տարատեսակ ծաղիկներ։ Աճեցված մթերքը հիմնականում սպառվում է հանրապետությունում, որտեղ նույնպես խնդիրներ են առաջանում։ Թուրքիայից ներկրվում է մեծ քանակությամբ լոլիկ, որը տեղականից ցածր գնով է վաճառվում, չհաշված առողջությանը հասցված վնասը։ Ջերմատնային տնտեսությամբ զբաղվող Վարուժան Խոդեդանյանը խորհուրդ է տալիս չգնել թուրքական լոլիկ եւ նշում է տեղականը թուրքականից տարբերելու եղանակը։ Տեղական լոլիկը կարող մի քիչ ինքը մի քիչ ասենք տգեղ լինի, գեղեցիկ չլինի հայմատ թուրքականը ստանդարտ միջափսի, լրիվ կարմիր, սերմերը մեջը դեղին ու սպիտակ բծերով մեջը, ինքը որ կիսում ես էլ ինքը ոնց որ ջուրն ու այն կաշին անջատվում է իրարից։ Ջերմատներից շատերը ոռոգվում են կաթիլային ոռոգման համակարգի եւ ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառմամբ։ Ջերմոցատերերի հավաստմամբ այսպես եւս մի քանի տարի եւ ջերմատնային ինդուստրիալ երկիր ունենալու հույսերն ի դերև կելնեն եւ կունենանք փակված ու արդեն ոչ իրենց նպատակին ծառայող ջերմատներ։ Արթուր Հակոբյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Ավտովարորդների իրավունքների պաշտպանության Աքիլես հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր խոսել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստացած մեծականակ բողոքների, երթևեկության կանոններում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Առաջիկա օրերին թեմայի վերաբերյալ կլսենք նաեւ հակառակ կողմի ճանապարհային ոստիկանության տեսակետը։ Փետրվարի 7-ին ընդունվեց ազգային ժողովը ընդունեց օրենք, որոշ փոփոխություններ կատարելով երթևեկության ոլորտում։ Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի այդ օրենքի նպատակը տուգանքի չափերը մեծացնելն է եղել, իսկ իրականում ավտովարորդների իրավունքների պաշտպանը համոզված է, որ գումարները պետական բյուջե մտնելու փոխարեն տեղափոխվում են արտաբյուջետային ֆոնդ։ Ճանապարհային ոստիկանությունը ուրեմն կարգախոս անում, դրոշակը բարձրացնում է եւ ասում է, որ դա իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու եւ կանոն ստեղծել։ Ինչ մեղադրանք առանց կոռուպցիոն ռիսկերի մասին հայտարարությունների, պատմական ակնարկ կատարելով նախորդ տարիներին բանախոսը մեկնաբանում է, որ ճանապարհային ոստիկանության դաշտը գրեթե ամբողջությամբ կոռումպացված է։
Անգամ ունենք, երբ որ արդեն վարորդները ասում են, որ տվել ենք գումար, այսինքն պաշարք են տվել։ Այն ինչ որ գրեթե մեզ մոտ չկար ինչքան բավականին երկար ժամանակ։ Անհամար քննադատություններին զուգահեռ Էդուարդ Հովհաննիսյանը կործանարար է համարում նաև վարորդների անտեղյակությունն իրենց իրավունքների վերաբերյալ։ Դրանք ծնում են այնպիսի խնդիրներ, որոնք հարվածում են նրանց գրպանին, իսկ արդյունքում տուգանքների տատանվող չափն ուղղվում է չգիտես ում գրպանը։ Ճանապարհին երբ վարորդը չհամաձայնվելով տեսուչի վերագրած խախտման հետ ցանկանում է արձանագրություն գրառի իր անհամաձայնությունը։ Ասում է, գիտես ինչ, արդեն օրենք ընդունվել, քո ստորագրությունը պետք չի։ Եվ դե վարորդը հանգիստ թողում գնում, ասում է, ես իմ չեմ անում, ընդ ոնց կլի, ինչ կլի, բայց ստանում է 3-4 օրից հետո այդ որոշումը, որտեղ հետ պահանջելով արձանագրությունը, պարզվում է, որ արձանագրության մեջ տեսուչը գրել է վարորդը հրաժարվեց ստորագրելուց։ Մենք գտնում ենք մեր կարծիքով այս արտահայտությունները գերակշռում էին բանախոսի խոսքում, մինչդեռ կատարյալ վստահության դեպքում ենթադրվում է, որ առավել համոզիչ արտահայտություններ պիտի լսեինք։ Դե եթե խոսքը մարդու իրավունքների մասին է, ապա մենք էլ ավելացնենք մեր արձանագրածը։ Ասուլիսը չեն կազմակերպում մի վայրում, որտեղ ով անցնելը կարող է ճակատագրական ելք ունենալ լրագրողների համար։ Գոհար Սարգսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Բնապահպանական մի ահազանգի հետքերով մեր նկարանող խումբը գնացել է Նոր վարչական շրջանի առաջին զանգված, ծառահատումներ և շինարարություն։ Մասամբ հավաստի այդ ահազանգի արդյունքների մասին է պատմում մեր հաջորդ տեսանյութը։ Նոր-Նորքի առաջին զանգվածի այգիներն են, Փուրակը բոլորիս հայտնի Գայի արձանի հետնամասում է։ Ահազանգողները ճիշտ էին նկատել, այստեղ շինարարություն է իրականացվում, բայց ոչ ծառահատում։ Նախագիծը փակցված է շինհրապարակի դարպասին, կառուցապատումն իրականացվում է բնապահպանական նորմերի պահպանմամբ։ Շինարարություն իրականացնող Կարեն 93 ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Ժորա Սարգսյանը վստահեցրեց, որ աշխատանքների արդյունքում այգին վնաս չի կրելու։ Պահպանել է մինչև կառուցելը ինչ կար ծառ եւ ծաղիկ։ Կառույցի պատվիրատուն քաղաքապետարանն է, կան անհրաժեշտ փաստաթղթերը, թույլտվությունները։ Աշխատանքների տևողությունը մոտավորապես նախատեսված է 3 ամիս։ 3 ամսում կավարտի, որը տարածքը լրիվ բարեկարգված վիճակում։ Իսկ ինչ է կառուցվում Նորքի այս բացատում։ Զարմանալի է, բայց ոչ սրճարան, ոչ էլ ժամանցի կենտրոն։ Նանսենի անվան թանգարանն ենք կառուցելու։ Մաշինայական աշխատանքներն են կատարում։ Այո, ձեզ չթված, եւ դա իրողություն է։ Փուրակում կառուցվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան, կոր տրամագծով ցածրիկ շինություն է լինելու։ Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը։ 10 մետր տրամագծով կլոր կառույց, որը կզբաղեցնի 60 քառակուսի մետր տարածք։ Հենց այստեղ էլ 3 ամիս հետո կպահպանվեն մեծ անհետախույզից ժառանգած ձեռագրերը, իրերը, փաստաթղթերը։ Մեծ շատ դա բանը ձեռնարկել, որ պատրաստում են թանգարան։ Նանսենի բանն է, հուշարձաններն էր, դրանց հիմա թանգարան են բացում։ Նորվեգացի նշանավոր բևեռախույզ մեծ մարդասեր խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ։ Նանսենի հայանպաստ գործունեությունը առանձնակի մեծ դեր ու նշանակություն է ունեցել հայերի համար, հատկապես ցեղասպանության տարիներին։ Նարեկ Գրիգորյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Երեխան Աստծո օրհնություն է։ Շենգավիթ բժշկական կենտրոնում նման բառերով է հոգևորականը այսօր սկսել նորածինների օրհնությունը։ Այս կերպ հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենց գոհությունն են հայտնում Աստծուն երեխա պարգևելու համար։ Օրհնության արարողությանը ներկա է եղել նաև մեր նկարահանող խումբը։ Օրհնեցի, պահպանեցի, սրբեցի, երեխայքս զայց, նորածին։ Ընթովներ սուրբ և պատվական քաչի վտքով իր խաղաղություն, անվան փոր և որդվոր և ողբույն սրբով, այժմ և միշտ և ավիտյան Սավիդենից, ամեն։ Այս փոքրիկ հրաշքները, ում ծնունդն օրհնում է տաճատ ավագ քահանա Դավթյանը, Մանեն ու Նարեն են։ Դեռևս 3 օրական զույգ քույրերի աշխարհ գալուն ծնողները 4 տարի անհամբեր սպասել են։ Մայր դառնալը ուրիշ, չգիտեմ, աննկարագրելի բան է։ Կցանկանամ, որ բոլոր կանայք աղջիկները, որոնք ի վերուստ ունեն այդ շնորհը, մի օր ունենան այն բերկրանքը, որ ունեցա ես։ Երեխաները գտնվում են Շենգավիթ բուժկենտրոնում։ Նրանց օրհնելու խնդրանքով քահանային դիմել է աղջիկների հայրը Սամվել Դանիելյանը։ Փորձենք ստեղծել տրադիցիա, ժամանակ առ ժամանակ ուղղակի նորածիններին օրհնելու։ Եվ ժողովրդի մոտ էլ ստեղծվի դեպի Աստված, երեխան մանուկ հասակից դեպի Աստված եւ այդ արժե համակարգին ձգտելու միտումը։
հիմնական իմաստը այս ամբողջի կազմակերպման սա է։ Շենգավիթ բժշկական կենտրոնում ներկայումս 23 նորածին կա։ Ծնունդների քանակն աստիճանաբար աճում է։ Եթե շուրջ 5 տարի առաջ տարեկան 2000 ծնունդ էին ունենում, ապա անցյալ տարի նորածինների թիվն այստեղ հասել է 3160-ի։ Շենգավիթ բժշկական կենտրոնում գտնված բոլոր նորածինների առողջական վիճակը բավարարից բարձր է, այդպես ասեմ, բոլոր մանուկները առողջ են, կերակրվում են իրենց մայրիկների կողմից, որևէ արհեստական սնունդ մենք չենք կիրառում եւ պատրաստվում են դուրս գրել մայրերը զիջել իրենց տեղը այլ կանանց, այո։ Տաճատ Քահանան օրհնում է ոչ միայն Մանեին ու Նարեին, այլև բոլոր նորածիններին։ Դրա հետ մեկտեղ նա աղոթում է երեխաների ծնողների ու բուժանձնակազմի համար, որոնց հոգացությամբ լույս աշխարհ են գալիս այս մանկիկները։ Պետք է նախ գիտնանք, որ արդեն նորածինը Աստուծո օրհնությունն է։ Եվ մեր արդեն օրհնությունը ուրիշ բան չէ, եթե ոչ քողունակություն մնե Աստուծո այդ նոր կյանքին համար, որ ինքը տված է մեզի։ Ուրեմն հենց անոր վրա մենք կրնանք օրհնել, նույնիսկ մուսուլմանի բզդիկը կրնանք օրհնել։ Հենց այն է, որտեղ ինչպես էսի նորածինը Աստուծո բարգեւն է միշտ։ Առաջնորդվելով Քահանայի խոսքով երեխաներին, որոնք աշխարհ գալով արդեն իսկ օրհնություն են ծնողների համար, մենք էլ մաղթենք առողջ ու անհոգ մանկություն։ Նայրա Պողոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Երեք մեկնարկել է հայտնի ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին, փայլի ու շքեղության սիրահարներին մեկ հարկի տակ մեկտեղող Elite Life ամենամյա ցուցահանդեսը։ Միջոցառման մանրամասները տեսանյութում։ Ես ավելի համեստ եմ պատկերացնում ամեն ինչը։ Համեստ ինչու՞մ համեստությունը ինչու՞մ է գալու։ Ամեն ինչի մեջ։ Համեստությունը ինձ թվում է էլիտարություն կտա։ Մեր տեսախցիկը ֆիքսել ու գտել է այն եզակի ներկայացուցիչին, ով համեստ կենսակերպը գերադասում է փայլ ու շքեղություն պարունակող էլիտար կյանքից։ Elite Life-ի ամենամյա ցուցահանդեսին ներկա է միայն ճանաչողական նպատակներով։ Կարմիր գորշ շքեղ մեքենաներ, որոնք մի պահ հիշեցնում են հոլիվուդյան ֆիլմից մի հատված եւ արտաքին տեսքի վրա ամենայն բծախնդրությամբ աշխատած մարդիկ։ Եկանք ձեզ տեսնելու, մեզ ցույց տալու եւ ուրախ եմ, որ աշխուժություն կա։ Այստեղ մուտքի վիզա ստանալու համար պետք է համապատասխանել black tie ասվածին։ Այն կոնկրետ բնութագրի հագուստի ոճ է, որն ուղիղ իմաստով նշանակում է սև փողկապ, իսկ իրականում պահանջում է խիստ երեկոյան հագուստ։ Փորձում ենք իհարկե մի քիչ ավելի խիստ լինենք հագուստի ոճին, դա եւս մեկ մշակույթ է, որը պետք է վերջի վերջո մտնի Հայաստան։ Elite Life կամ էլիտար կյանք, այս անվանումն է գրում ամեն տարի գույներով ու փայլով բարուրված միջոցառումը։ Ասում են էլիտար բառը սովորաբար ոչ ճիշտ անկյան տակ է կիրառվում։ Ուրեմն ճիշտ անկյունը գտնելու համար էլիտար միջոցառման սիրահար մասնակիցներից փորձեցինք իմաստային բովանդակությունը գտնել։ Վեհություն է, որը եւ ներքուստ կարող է լինել եւ արտաքուստ։ Բարձրաշխարհիկ ասելով դա շատ հարաբերական է, թե ով որ մեկս ոնց դա կհասկանա, բարձրաշխարհիկ ասելով դա միայն նյութապես արժեքավոր եւ թանկ չի նշանակում, այլ ինձ համար կարևորը դա հոգեպես եւ ներքին արժեքների բարձր սանդղակն է։ Ներսում լուսանկարվելու մասին ոչ մի միտք, դրսում պաստառների վրա գլամուր խորհրդանիշ շնիկն է, իսկ մասնակիցներից ոչ մեկի ձեռքին նման ինչ չտեսանք։ Երևի հայկական էլիտան իր կանոններն է թելադրում։ Գոհար Սարգսյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Այսքանը բարեկամներ, Էպիկենտրոն լրատվական ծառայությունը ավարտեց այս շաբաթվա իր աշխատանքը։ Ցտեսություն կհանդիպենք երկուշաբթի։ Հայ-Էկոնոմ-բանկը առաջարկում է աննախադեպ հնարավորություններով Arca Gold Paradox Card, որն ունի կոնսերժի ծառայության հնարավորություն, ինչպես նաև այս քարտով կարող եք ստանալ զեղչեր 200-ից ավելի բրենդային խանութներում և սպասարկման կետերում։ Մանրամասների համար զանգահարեք 510 910 հեռախոսահամարով։